2025 թվականի համար հաստատվել էր Երևան քաղաքում արևելյան եւ հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը։ Այն ընդգրկում էր 12 փողոց, 3 վարչական շրջան՝ Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Երևունիմ եւ մասամբ Նուբարաշեն, 24.7 կիլոմետր։ Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են 9 փողոցներում 17.1 կիլոմետր երկարությամբ։ Վերջին աշխատանքներն են իրականացվում Վարդաշենում եւ ծրագիրը կունենա շարունակություն 26 թվականին 7.5 կիլոմետր, ներառյալ նոր Խարբեր թաղամասը, Բաշխից ցանցով 50 կիլոմետր, որ ընդգրկում է 3 փողոց՝ Խաչիկ Դաշտենց, Նուբարաշենի խճուղին երկարությամբ ամբողջությամբ Գուրգեն Մահարի։ Եվ ամենակարևորը, որ կառուցվելու է 26 թվականին մայրաքաղաքում նոր գազաբաշխիչ կայան, ինչը չի ունեցել քաղաքը երբևէ, բացի առկա այն արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայաններից եւ մեկը Նուբարաշենում։ Պարոն քաղաքապետ, ըստ էության 24.7 կիլոմետրից 7.5 կիլոմետրն է մնում շարունակություն 26 թվականին։ Սա այն ծրագիրն է, որ հաստատվեց ձեր անմիջական նախաձեռնությամբ 2023 թվականի վերջին, երբ ծառացել էր մայրաքաղաքի առջև ծանրագույն խնդիր, նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին բավարար գազի մատակարարման քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև Գազպրոմը։ Ձեր մոտ կայացած խորհրդակցության արդյունքում 2023 թվականի տարեվերջին մեկնարկեց այս ծրագիրը, 24-ին մենք ավարտեցինք 40 կիլոմետր երկարությամբ նոր գազատարի կառուցումը մայրաքաղաքում, 2 գազաբաշխիչ կայաններից, Մասիսի վարչական շրջանից եւ Առինջից, եւ այս ծրագրի արդյունքում արդեն մենք 57.1 կիլոմետր ծավալի նոր կառուցված գազի մատակարարման ցանց ունենք քաղաքում։ Այն տագնապը, որ կար, որ նորակառույց բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքները կարող են կանգնել խնդրի առջև, այդ տագնապը վերացված է։ Սա ամենահաջողված կենսապահովման ծրագրերից մեկն է մայրաքաղաքում եւ 26-ին մենք կունենանք սրա բարեհաջող ավարտը։ Գազպրոմ ընկերությունը ներկայացրել է բավականին հավակնոտ ծրագիր 26 թվականի համար, այն ընդգրկում է 8 վարչական շրջան, 45 փողոց, 31 կիլոմետր, սա արդեն առկա տասնամյակներով չվերափոխված, չվերակառուցված գազաբաշխիչ ցանցին է վերաբերում միջին ճնշման, որի շահագործումը դարձել է արդեն վտանգավոր, վթարների հաճախականությունը մեծացել են։ Այս ծրագիրը մենք մանրամասն քննարկել ենք շին բարեկարգում վարչության հետ։ Մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները ասֆալտբետոնյա ծածկույթի վերականգնման առումով ընդունվել են Գազպրոմ ընկերության կողմից եւ տրվել է այս ծրագրի արդեն շինարարությունների նախագծերի նախնական համաձայնեցման գործընթացը։ Արդեն մեծ մասին տրվել ենք հետագծերի նախնական համաձայնություն, կստանանք շինթույլտվության հայտ, պատրաստ է Գազպրոմը ամբողջությամբ վճարելու տեղական վճարը այս ծրագիրը եւս կունենա նույն հսկողությունն ու նույն համագործակցությունը, ինչ որ ունեցել ենք նախորդ ծրագրին։